Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ հայելու առաջ եք։ Մենք ունենք ավանդույթ, միշտ սկսում ենք գլխավորից։ Որն է ձեզ այսօրվա գլխավոր կարևոր հարցը, ինչի կառանձնացնեիք։ Ես այդքան միամիտ չեմ, որ չսկսեմ ամենակարևորից։ Երիտասարդության անհնազանդության ակցիան։ Ես դրան նույնիսկ ասեի վերջ ճորտատիրությանը Հայաստանում։ Պատկերացնում եք ինչքան խորն եմ ես դա անցալում, ինչքան կարևոր եմ համարում այս ակցիան։ Առաջին անգամ չի, մենք երկու այսպեսի փորձ ունենք, այնպես չի, որ այս երիտասարդները շատ լավ գործ են անում, բայց պետք է իմանան, որ իրանցից առաջ մի քանի դեպք եղել է 100 դրամ է։ Փոքր հաղթանակ էր, բայց հաղթանակ էր։ Այսինքն դա նույնպես նայեր, որ ինչ ուզենաք, մեզ հետ չեք կարող անել։ Ամեն ինչ չի, որ ձեր մոտ կստացվի։ Դա մեկ։ Երկրորդը մենք պարտվեցինք այդ կարմիր եւ սպիտակ տեսախցիկներ եւ այլն դուրս եկանք, ես երբ ասում եմ դուրս եկանք, նկատի ունեմ հասարակությունը։ Կամ ինչպես են ասում, որոշակի ծառայությունների սպառողներս դուրս եկանք եւ չհաղթեցինք։ Ուրեմն մոտիվացիան ճիշտ չէր, լավ չէինք կազմակերպել մեր գործը։ Մի խոսքով պարտվեցինք, դառներ դա մի քիչ, բայց պարտվեցինք։ Այս երրորդ փորձն է, որ մեզանից ոմանք շատ անսպասելի տեղից, շատ մեզ համար անսպասելի, ես միշտ ասում եմ, հաճելի անակնկալ է դա։ Սովորաբար վերջերս մենք միշտ հաճ անակնկալների ենք հանդիպում, մեծ հաղթանակ արդեն, որ շատ անսպասելիության ինչ իմաստով, որ անսպասելի տեղից, եթե անապահով խավը դուրս գար, կամ բուրժուաները դուրս գային, բուրժուաները ապահով մարդիկ, որոնք որ պետք է այսուհետև ավելի շատ վճարեն, իրենց շահույթից պետք է կտրեն ու վճարեն դրանք կազմակերպված են։ Ոմանք փորձեցին ասել սա աղքատների, բայց իրականում սա աղքատների չի, սա աղքատ չէ։ Վիրավորական է մի կողմից էլ ասել, որ սա աղքատների պայքար է։ Հա։ Ընդհանրապես դա էլ հետաքրքիր է, երբ աղքատներն են պայքարում, բայց ես չգիտեմ, հին դարերում եղել է թե չէ, բայց 18-19-րդ դարում աղքատները չեն հեղափոխությունները նախաձեռնել եւ հաղթել։ Աղքատները դրանից շահել են, բայց նախաձեռնողը սովորաբար եղել են ապահով եւ մտավորական խավերը, արիստոկրատները, ազնվականները, կալվածատերերը։ Ինչն է հետաքրքիր, որ այդ երիտասարդներին մինչ այս պահը, արդեն 4 օր է 5 օր է հաջողվում է չքաղաքականացնել։ Թեպետ քաղաքական գործիչներ այնտեղ հայտնվեցին եւ հետաքրքիր դիտարկումներ կա, որ քաղաքական գործիչը դե ինչպես է միշտ գնում է ամեն ինչ իր շուրջը, չէ՞, միանգամից գաղափարական կենտրոն անում է, կառավարում է, կարգավորում է, փորձում է PR-ը հասկանալ, ինչը կշահի, որտեղ կշահի, որտեղ չի շահի, որ տեսախցիկն է աշխատում է թե չի աշխատում այս պահին, բայց մինչ այս պահը հաջողում է դրանից զերծ մնալ բացառություն թեթև, այսպես ասենք 1-2 ինչ-որ բաներից, հա։ Ինչու է այդ երիտասարդներին հաջողում մինչ այս պահը, ընդ որում չլինելով կազմակերպված, չլինելով կոնկրետ միավոր, հա, այսպես ամեն մեկը այսպես ինքնաբուխ, ասենք ինքնաբուխ։ Նույնիսկ եթե կազմակերպված է ու մեզ հայտնի չեն կազմակերպիչները, դա միևնույն է հաջող գործ է։ Տաղանդավոր այդ կազմակերպիչը մեծ սցենարիստ է։ Մենք ընդունենք։ Ես չգիտեմ ինչպես է։ Համենայնդեպս տարածված կարծիքն այն է, որ կազմակերպիչ չկա։ Նույնիսկ այդ 15-20 կամ 200 հոգին դեռևս իրենց լիդերին չեն ընտրել։ Այսինքն նրանք այնքան կարճ ժամանակ են իրար հետ շփվում գործի մեջ, որ դեռևս չեն առանձնացել այդ առաջնորդները։ Ուրեմն, բայց միևնույնն է, դա տաղանդավոր գործ է, լավ է արված։ Քաղաքական գործիչները, եթե անգամ կազմակերպված ես կարող եմ ասել քաղաքական գործիչներս, ասեք։ Քաղաքական գործիչներս խաղը չսկսած պարտվեցինք։ Մենք բավական մեծամիտ էինք, քաղաքական գործիչները ազգընտրիր, ընտրանի, Այսինքն պարտությունները մինչ այս պայմանավորում եք նաև դրանով։ Նույնիսկ վիրավորելու համար ասում են չընտրյալ, չէ, դա վիրավորական է, մեկին ասում են դու գիտես չընտրյալ ես։
վիրավորում համարյա այս ընտրյալներից հանկարծ տեսանք դրսից փողոցից մեր տներից մեր զավակները, մեր երիտասարդները, որոնց որ մենք ասում ենք, մենք սենց էինք, բայց ինչ են անում, այս ոնց պետք է լինի լավագույն տղերքն էլ գնացել են, մնացել են այս երեխեքը եւ այլն, ու հանկարծ նրանք դուրս են գալի, մեզ հաղթում են։ Մենք հասկանում ենք, որ մենք դա չէինք կարող անել։ Ողջախոհությունը մեր դաժան ողջախոհությունը կկաշկանդեր, մենք ասենք, բա որ մի բան լինի։ Այսինքն քաղաքական պայքարը հիմա, տեսեք, այս նախորդ հյուրից էլ է այս հարցը տալիս։ Միշտ ասում ենք քաղաքացիական այս ամեն ինչը կայանում է, երբ վերջնահաշվով այս ողջ միավորը գնում եւ դառնում է քաղաքական ուժ կամ քաղաքական միավոր։ Հիմա մենք տեսնում ենք քաղաքական միավորն է եկել, հա, այս ակտիվի հետևից։ Մեղմ այդպես է, բայց ես հիմա պետք է ասեմ, որ նրանք ոչ մեղմն է, որ քաղաքական ընտրանին սնանք դուրս եկավ։ Դա է։ Այսինքն պարտված է այսօր։ Այո, օրակարգը դա էր։ Իսկ իրենք զբաղված էին ներքին ինտրիգներով։ Դրանք սովորական ինտրիգներ են, որ նորմալ է։ Քաղաքական կյանքում ինտրիգներն են։ Մի քիչ շատ է, մի փոքր իրականության համար։ Փոքր է, դե մենք փոքր ենք, բայց ամբիցիաներն են մեր մեծ, եւ մենք մեծ ենք զգում։ Այդ ինտրիգներն են ու հանկարծ պատուհանը բացում ես ու տեսնում ես, որ փողոցում 21-րդ դարն է։ Հիմա մեր քաղաքական գործիչները ձայն հանել չկա, չգիտեն ինչ պետք է ասեն, այն մի քանի հոգին, որ այնտեղ պատնեշը բան, դե նրանք պերեխվատնա կոչվում դա, իդեան կա, գործը կա, եկան նկարվեցին։ Մենք աշխատեց թե չաշխատեց։ Աշխատեց, բայց մենք հասկացանք, որ դուք ուղեկից եք։ Ընդամենը։ Դուք ուղեկից եք, այս մարդիկ անում են ձեր գործը։ Դա ինչ որ անում են երեխաները, երիտասարդները, չասենք երեխա կլսեն կնեղանան, երիտասարդները անում են Բաղրամյան փողոցում, դա Բաղրամյան փողոցի մի ուրիշ հատվածում պետք է լիներ։ Այն որում չեն կարողանում վերցնել, որտեղ գիտակցում են, հա, դա չի ստացվի, թե սա որտեղ տեսեք, որ ինչ որ մի պահի դա հաջողելու է։ Կոդը, այս մարդիկ ընտրվել են, աճել են, աճեցվել են, դարձել են այդպիսին ուրիշ ծրագրերի համար։ Այս ընթացքում քաղաքական դաշտը իներտ, ինչ լավ բառ օգտագործեցիք, հա, ինտրիգների մեջ, այնպիսի ինտրիգների, որ եթե նկատել եք հասարակությանը մղեցին մեծ անտարբերության, այնպես ասած, դուք ձեր կոնֆլիկտները, մեծ հաշվով ձեր ինտրիգները դուք ձեզնով, այսինքն այսպես տարանջատված բան վիճակ է եւ ասում էին ինչ որ մի տեղից ծնվելու, ինչ որ մի տեղից ծնվելու է։ Կարծում եք սա այսպես բան ոգևորություն է, թե իրականում հենց այս ծնված հատիկներից մեկն է։ Դու մենք ուղղակի երջանիկ ենք, որ տեսանք այդ ծնունդը։ Սովորաբար ասում ենք կլինի, կգան մարդիկ, որոնք արժանի են, կոչված են դրա համար։ Հիմա մանավանդ այս վերջի շրջանում մի քանի գտվորուհիներ, տրակտորիստներ իշխանությունում կային, դրանք ընդհանրապես վարկաբեկեցին իշխանությունը։ Վարկաբեկված մտածած անջատեք դրանց։ Ով ասի, դա անջատեք չլսեմ, չիմանամ ինչ է։ Հանկարծ որ լսում ես դրանցից մեկին, ինչ որ հա, դա քվոտայով են ընտրվել դրանք, չէ՞։ Ասում ես ում պոլիպետն է։ Ինչ որ մեկի պոլիպետը իշխանությունում կա։ Մեկն ասել է, մեր տեղավորեք թող մի քիչ վայելի իշխանությունը, տես մեկը կա։ Հիմա դրանք հանդես են գալի, ակտիվացել են, աշխուժացել են, որովհետև տեսնում են, որ իրանք ինչ որ բան ունեն։ Այս ֆոնի վրա հանկարծ այս մարդկանց դասեցի պատուհանը բացեցին, տեսան, որ դարը փոխվել է ու ինչ որ մարդիկ բան են անում ու իրենք դա չեն կարող անել։ Ոչ միայն մտքներով չի անցել, բայց տեսնում են կարող են անել դա, չեն կարողանում անել, փորձ արեցին, եկան նկարվեցին այդ էշալոնով, իրենք եկան, պատնեշ կազմեցին ու հետո հասկանում ես, որ դա իրենց տեղը չի, դա ձեր գործը չի։ Դուք արդեն դրա դեմ ձեր գործը արել եք, արդեն ինչի համար որ ձեզ բերել էին, հասցրել էին, այդտեղ դուք արդեն դա արել եք։ Բերել հասցրել էին։ Հա, դե իրանք չեն, այլինա։ Դուք տեսնեք ինչ էր անում նախորդ։ Տրակտորը թող փոխեր մի ուրիշ կոմբայն կանցնել, էլի շատ չեր գահացնի։ Օրենս դիր։ Հիմա դրա համար շատ լավ է, որ մենք տեսանք, որ նոր ուժ կա, ռեսուրս կա, այո։ Ես մենակ չգիտեմ, շատ վախենում եմ հիասթափությունից, որովհետև այտենց
թե պետք մեր հիասթափությունը ավելի շատ քաղաքական ուժերի խմելու։ Երեխաները գնացեն գնում եք թե խմելու։ Չէ, չեն ասի այդ երեխաները։ Այդ երեխաները տղաներից, այդ երիտասարդներից չեմ սպասում։ Քաղաքական ես հարցս ուզում եի հնչեցնել, բայց հիշեցի, որ հիասթափությունը ավելի շատ քաղաքական ուժերից է եղել։ Հետևաբար, հիմա ինչքանով են իրանք եւ այդ ընդդիմության մասին եմ խոսում մրցունակ։ Հիմա տեսեք մեծ հակասություն կա ակնհայտ է որ առաջ են եւ պատկերացումների մեջ արդեն սա գաղափարական չի, սա մեծ հաշվով պայքար է բարքի, վարքի, կենսակերպի, կենցաղի, նկարագրի, կաշառակերության, այն ամեն ինչի ինչ որ կա, սա այս մենակ այն պայքարը չի, որ հիմա էլեկտրաէներգիայի դեմ, չէ, այս տեսակի պայքար է։ Մյուս կողմից իշխանության, իշխանավորների զավակներն են, մեկ այնտեղ աչքի անում, մեկ այնտեղ չգիտեմ ինչ են տրվում, ինչ պաշտոնի է անցնում, մեկ այնտեղ մեքենաներն են ճարագությամբ, մեկ էլ այս ինչ է կարծում բարքերի մրցույթ է այնտեղ խիստ հակասական այնտեղ հորի բարքերով են մյուս կողմից էլ էս ինտրիգի ու փոքր շատ փոքր խաղերի մեջ ընդդիմադիր հա տիրույթներ ես ուզում եմ հասկանալ այս ամեն ինչը ինչ ուղղությամբ է գնալու գնալը կարևոր է հատկապես այդ մարդկանց համար նրանք կարծես թե վաստակել են շարունակելու իրենց սկսած գործի իրավունքը Գիտեք, հետաքրքիր է, փուլային բաներ կան մեր կյանքում, այս փուլը ավարտվեց, սկսվում է հաջորդ փուլը։ Ենթադրենք մենք ինչ որ գործ արեցինք, վերջացրեցինք, գնում ենք տուն։ Ձեռքերներս չլվանալով կամ լվանալով գնում ենք տուն։ Հիմա ես չգիտեմ, շատ լավ կլինի, որ մարդիկ զարգացնեն իրենց ձեռք բերածը, այս երիտասարդ մարդիկ զարգացնեն, այսինքն փոխեն, դառնան Ես ինչի ասեցի ճորտատիրություն, դա իմ սիրած թեմաներից մեկն է, որ շատ քիչ է լինում, որ խոսափող է տրամադրվում դրան։ Իրավունքների պաշտպանություն, աշխատող մարդկանց, սպառող մարդկանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է։ Հիմա ես դա համարում եմ ճորտատիրություն։ Սրանից հետո գուցե առաջանան նաև արհմիություններ, իսկական արհմիություններ որևէ մեկին չկարողանան աշխատանքից ազատել ապօրինի։ Տեսեք, 100 դրամ տրանսպորտից, հիշում եք, այդ 100 դրամանոց շարժումը, 100 դրամական շարժումը, նայրիցիների շարժումը, նայրիցիներն էլ հաղթեցին, բայց դա ասենք կորպորատիվ շարժում էր, իրենց գործներ։ Մենք կարող էինք թեթևակի աջակցել, իսկ այս շարժումը կարծում եմ, որ սկիզբ է դնում ուրիշ շարժումների, արհմիություններ կառաջանան, պարտադիր չէ այս մարդիկ անեն։ Ես ասում եմ, կարող են նրանք հեռանալ, գնալ իրենց դասերին, աշնանը կգնան լսարաններ, բայց գործը արդեն մնացել է։ Մենք ըմբոստության եւ հաղթանակը ճաշակեցինք։ Պատերազմում հաղթել էինք, մենք խրոխտ ենք, ստեղ հաղթեցինք, մենք քաղաքացի ենք։ Մենք սոցիալական շահերը պաշտպանելու կուլտուրայի մեջ ենք մտել։ Այս երիտասարդները դա բերեցին մեզ։ Դուք մի շատ լավ բառ օգտագործեցիք ասելով ռուսներին էիք հատկապես ասում, եթե հագել եք ձեր խալաթը, գնացեք եւ այլն։ Հիմա մենք ես այդ խալաթը շատ սիրեցի, ճիշտն ասած, որտեղ ուրիշ խալաթ հիշեցի, որ մեր քաղաքացուն հագցրել է, վիրավորանքը շատ խորն էր ու ես մտածեցի, այ տեսեք, ուրեմն իրենք ուրիշ խալաթ են հագել, որ մեզ կարողացան մտքներով անցավ մեզ այսպիսի խալաթ հագցնել, այս որտեղ այս պարագայում մեզ հագցրեցին, էլի, մենակ այդ վարորդին չէր որ հագցրեցին։ Հիմա այս խալաթի լեզվով, այսպես ասած ասեմ, ինչ եք կարծում, այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որ այդտեղ են այդ հիմա խալաթ հագան եւ գնացին, ուրիշ խալաթ մի քիչ։ Կհաջողի։ Դուք գիտեք չէ, ինչ հարց եք տալիս, ես այդտեղ վարպետ եմ։ Ես համարում եմ, որ սա շատ լուրջ խալաթ էր։ Ես ոչ միայն այդ դժբախտ դեպքի խալաթը նկատում եմ, այլ ոսկե հորդայի խալաթը, նրանք դրանով են հայտնի։ Մեր բոլոր նրանց, ովքեր որ մտածում էին, որ կդիմանան էլի, կանեն էլի, դա իրենց գործը չի, իրենց մոտ ստացվել է ու կտրվածություն կար հասարակությունից։ Հայ ժողովրդից կտրված էին շատերը։ Մարդիկ կային, որ ասում են, իսկ ինչ կա, հիշում եք, չէ, Ֆրանսիայի թաքուն ասում է, հաց չկա, թող թխվածքա բլիթ ուտեն։ Դա մերոնց էլ է վերաբերում, մերոնք ասում են, որ դե ոչինչ, հիմա մի թող, դե 10 դրամ է, ինչ է 10,000 դրամ ավել թող տա, ամիսը,
20,000 դրամ թոշակ են տալիս, ասում են, թող զանգին 10,000 դրամ ավել տա։ Այդպիսի մարդիկ այն նրանք հիմա խալաթ հագան, այն խալաթը, որ հագցրել էին ռուսները, այդ խալաթից հագցրեցին, այսինքն այս երիտասարդներն ասեցին, որ եթե դուք պատրաստ եք խալաթ հագնելու, մենք դա ձեզ հագցրել ենք, ընդհանրապես հագցրել ենք խալաթ, բայց մենք ավելի վճռական քայլերի կարող ենք գնալ։ Եվ ստեղ շատ հետաքրքիր բան է, որ դա այն ում վրա որ հենվում էին նրանք, մեր մոտ ասենք, ես ասեմ, հղպացած տերերը, ճիշտ եք ասում, ունեցողները, ռուսերեն ավելի հեշտ է այդ բառը, ուրեմն այդ տերերը, որ հղպացել էին, նրանց հիմա ասեցին, որ դուք գիտեք, ովքեր որ ձեզ պաշտպանում էին, ովքեր որ ձեզ աճեցրել են, նրանք հիմա նեղն են, գլուխները խառն է, ասում են դուք նեղություն կրեք, մեր турքը ուղարկեք, ձեր ժողովրդից կհավաքեք, թե չեք հավաքի, ուրեմն ձերը կտակ, ձեր բաժնից կհանեք 2,000 դրամ է, 5,000 դրամ է, 50,000 դրամ է, ձեր բուրժուական գանձարաններից կհանեք։ Այսինքն խալաթ հագցնող տերը նեղել է։ Ուրեմն զուգադիպություն է եւ մեր հասարակությունը մերոնց դեմ դուրս եկավ կեղեքիչների եւ պարզվեց որ նա ումից որ դրանք միշտ կախված են եւ օժանդակություն են ստացել հասկանալի այսինքն Ռուսաստանը հայտնվել է երկուսի արանքում բայց հաստատ է չէ որ մենք ավելի լավն ենք մենք չէ այն նրանք ովքեր որ մերոնք ավելի լավն են ավելի ներողամիտ կլինեն ավելի ըմբռնող կլինեն դե ասում ենք մեր դատախազը թող մեզ դատի մեր դատավորը թող դատի մեր դահիճը թող մեզ գլխատի անկախականներն այդպես էին ասում են մենք չենք ասում որ Հայաստանը դրախտ է լինելու Հայաստանը անկախացավ դա դրախտ է մենք գիտենք որ դրախտը եղել է եւ մեզ այնտեղից վտարել են մեր մեղքերի համար Հայաստանը դրախտ չի եւ ընդհանրապես դրախտ այլևս չկա սա դժվար շատ դժվար կյանք ենթադրող պայքար ենթադրող երկիր է մեր երկիրը ովքեր որ մտածում են որ հիմա եթե անկախ ենք հիմա որ մի քիչ այսպես է այնպես է ուրեմն պետք է ամեն ինչ լավ լինի այդպես չի լինի դրախտավայրը երկի մեջ է մենք հիմա ուզում եմ ասել որ պայքարել է պետք մեր կյանքը լավացնելու եւ այլի համար բայց կա մեկը կա ինչ որ ուժ որ էապես ազդում է մեր կյանքի վրա Ես հիմա անցնելու եմ ռուսների գործողություններին, բայց մինչ այդ ուզում եի Չէ, մենք հիմա շատ կոնկրետ կխոսենք դրա մասին, բայց մի երկու բան նկատեցի, իհարկե կարող ենք սա չնկատելու տալ, իհարկե կարող ենք ասել այս պայքարի մեջ կարող է պատահել ես հիմա իրենց կողմից եմ խոսում ես ինչ որ ասեմ կարող են ասել դե գիտեք ինչ կա ոստիկանության քայլերն ինչ էին ինչ գիշերն ինչ արեցին հա ինչպիսի բռնություններ սա այս թողնում ենք իրենց որովհետև ինձ հիմա ավելի շատ դատապարտում ենք եւ թողնում ենք այո որովհետեւ ինձ ավելի շատ հուզում են այս երիտասարդները եւ երկու դրվագ ես օրինակ չեմ պատկերացնում որ ընդհանրապես աղջիկը կինը ժեստիկուլացիան որ հայոյանք է իր մեջ պարունակում մենք դա նկատեցինք ես չեմ պատկերացնում ընդհանրապես տղամարդ կլինի կին կլինի երիտասարդ տղա է աղջիկ է ինչ է գլխարկ է նետում եւ հատել թեքում է դրա մեջ ու դրանով ինչ որ բան է ցույց տալիս չգիտեմ այս իրավիճակներում կարող է պատահել թե մեծ հաշվով դա էլ չպիտի տեղի ունենա գիտեք առաջինը ասենք ու շատ արագանցնենք խրամատներում ամեն ինչ թույլատրվում է հայտնի բան է, բոլորը գիտեն, զինվորը, որը որ խրամատում է եւ մի քանի վայրկյան հետո նա կարող է զրկվել կյանքից, նա ազատ է։ Իր էմոցիաները ազատ են, բառապաշարը, վարքագիծը շատ ազատ են։ Ու մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում նրա վարքագծին, անձնազոհության գնացող մարդը իրեն թույլ է տալիս շատ բաներ։ Բայց կա նաեւ մի ուրիշ բան։ Հենց նա ով գնում է անձնազոհության, նա պետք է նաեւ լինի օրինակելի կան շատ բաներ, որ պետք է վարակույրի հետևում մնան։ Այդ թվում եւ որոշ էմոցիաներ։ Մանավանդ եթե դա հասարակական է, այսինքն կես գիշերից հետո ձեր ննջարանում չի։
Եթե խրամատում չես, ձեր ննջարանում չես, դու պետք է որոշ բաներ։ Ուրեմն եթե մենք էլ ասում ենք, այ իրենք քանի որ այս պայքարի մեջ են ամեն ինչ կարելի է, այստեղ մենք էլ ենք սխալվում։ Մենք ասում ենք ամեն ինչ չի կարելի։ Պայքարը գեղեցիկ պայքար է, ու մենք ուզում ենք, որ այդ պայքարը նաև կերպարները լինեն գեղեցիկ եւ օրինակելի։ Այսինքն մենք հերոս ենք ուզում։ Լավ, հիմա ես ուզում եմ Հիմա դեռ եթե կա հակահերոսություն, մենք դրա վրա աչքերս փակենք։ Խալաթ հագցնող, հա, մեր բարեկամներին անդրադառնալ։ Անդրադառնանք։ Խալաթը պատկերավոր էր, ես չգիտեմ, այդ ոսկե հորդայից, ոսկե հորդայի խանը նկատի ունեի, որ գալիս է ասում է տուրքը տվեք։ Մենք ասում ենք, բա մենք կարծես թե դաշնակիցներ ենք, եղբայրներ ենք, հետո մենք պայմաններ ունենք, այդ դուք պետք է մեզ տուրք տաք։ Ինչու, այսօր ձեզ հակադրվեցին եւ ասեցին, այսինքն պիտի գան ձեր փոխարեն աշխատի ռուսը։ Չպետք է գա աշխատի։ Ուրեմն մենք համագործակցում ենք, մենք իրենց համար շատ բան ենք անում։ Մենք որ չլինենք, իրենց սահմանը Կրասնոդարով եւ Ստավրապոլի կրայով է գնալու։ Մենք պահում ենք իրենց սահմանը Կովկասում։ Մենք ենք։ Մենք իրենց մերն եկել էր վատներ, դուք էլ մեր հետ վատն եք, այսօր ընկերներ ջան, կիս եք, կամ պատասխան տվեք։ Չէ, մեր հարաբերությունների պայմանը դա է։ Մեր հարաբերությունների պայմանը դա է, որ մենք տալիս ենք իրենց գերտերության տիտղոսը։ Կարելի է կարծել մեկը հարցրեց, տալիս եք թե չեք տալիս։ Այդ տիտղոսը դուք եք համաձայն եք տալ, թե համաձայն չեք։ Հիմա ընթացքի մեջ է այդ գործը ընթացքի մեջ է։ Հիմա մի խումբ երիտասարդ մարդիկ ասում են չենք տալիս։ Մենք այդ բարայա, կոռա, տուրքա, ինչա, մենք դա չենք տալու։ Մենք դրա մասին ենք խոսում, չէ՞, այսօր դրա համար ենք հանդիպել։ Հիմա կան մարդիկ այս պահին էլ Բաղրամյան փողոցում, այդ Մարշալի փողոցում լավն է։ Մարշալի փողոցում ասում են չենք տալու ձեր տուրքը։ Չենք տալու։ Հիմա հարցնում ենք թե չէ։ Նրանք ասում են, իսկ մենք չենք հարցնում, տանելու ենք։ Ասում են դե արդեն նշաններ, այդ գրեհիկ նշաններն են դնում։ Իսկ որ ասի դե միասին ենք այդ տուրքը կերել, ինչ եք ասելու։ Մենք տուրքը չենք ուտում։ Այդ մի մասը չի ուտում, մի մասները։ Չէ, տեսեք ինչ է։ Դուք ուզում եք ասել, որ բաներ կան։ Նրանք այստեղ քրեական գործընկերներ ունեն։ Չգիտեմ, ես ընդհանրապես հարց եմ հնչեցնում, ինչ իմանամ։ Չէ, դա իրենց ձեռնարկությունն Չէ, դատախազությունը ոնց կարող է գնալ Սեչինի դեմ գործ հարուցել։ Ինչ է, Մեր դատախազությունը դրա համար ենք մենք ասում, դուք ձեր կաշառակերի դեմ, կոռուպցիոների դեմ գործ հարուցեք։ Մեր սահմանի մեջ դուք մեր քաղաքացիներին, մանկահասակ երեխաներին մի սվինահարեք։ Ձեր մոտ եթե դա անում եք, մենք դա դատապարտում ենք նույնիսկ երբ ձեր մոտ եք դա անում։ Մեր մոտ մի արեք, եթե մեր մոտ արել եք, տվեք մեր դատախազը թող նրան մեղադրի։ Հիմա մի բանում ենք մենք պարտվել, ես չէի ուզում դրա մասին ասել։ Մեր պայմաններով, մեր պայմանավորվածություններով մենք պետք է այդ երիտասարդին դատեինք։ Նրանք գողացան տարան, մեր հանցագործին գողացան տարան։ Ես կարծում եմ դա կոպիտ խախտում է։ Շատ հնարավոր է որ այս ելույթների, երիտասարդների ակտիվության, ըմբոստության պատճառներից մեկն էլ դա է։ Մեզ ուլունքներ են բաժանում, ասում են գիտեք ինչ կանենք։ Այդ զինվորին Հայաստանում կդատենք ու եթե գնդակահարենք կամ գլխատելու որոշում կացնենք, կացինը կտանք հային, թող հայ անի։ Ինչ եք ասում մեզ։ Բոժոժներ եք տալիս մեզ։ Մենք ասում ենք հանցանք է տեղի ունել Հայաստանում։ Հայաստանի դատանը թող դատի։ Սա նշանակում է, որ այսօրվա երիտասարդները օգնում են առաջին հերթին իրենց, մեզ եւ նաեւ իշխանությանը։ Իհարկե։ Ես կարծում եմ, որ նրանք վատամարդ են լինում։ Մենք դա շատ հետաքրքիր այդ մարդիկ իրենց վրա են վերցրել զայրույթը եւ դա երևում է արդեն։ Նրանք զայրացած են։ Երիտասարդները, ովքեր որ ասում են չենք տալու։ Իշխանությունն ասում է կտանք, կհավաքենք, կտանք։ Բահրայը ինչ է, այդ կոռը մենք կտանք, այդ տուրքը մենք կտանք, դժվարությունները սակարկելով բանով բարդ իրավիճակ է։ Բարդ է, այո, իշխանությունը չի կարող ասել, գիտեք ինչ, ձեր բազան վերցրեք, գնացեք, ձեր շերեփը տարեք, մեր բորշը հետ տվեք, չի կարող իշխանությունը դա ասել։ Բայց իշխանությունը, եթե օրինակ այն ժամանակ, եթե մենք Գյումրի զինվորական բազան փակեինք, չկարողանային ներս ու դուրս անել, հո չէինք շելու տանկերը մեր վրա։ Ով իմանա։
Ռուսական տանկերը առաջին անգամ չի որ քշել են։ Մենք դա տեսել ենք, եւ 20 թվին ենք տեսել։ Այո, եւ 88 թվին ենք տեսել։ Եվ 88 91 թվին մենք տեսել ենք։ Հա տեսել ենք, բայց ինչ եղան այդ տանկերը։ Թողեցին տանկերը, զենքը, զինամթերքը, ամեն ինչ թողեցին, գնացին։ Ռուսական տանկերի ուրիշ հետևանքներ էլ է աշխարհը տեսել, այդպես հանգիստ եք ասում, չգիտեմ։ Չեն բացառվում, չէ՞։ Կարող էր այդ տանկերը։ Մենք հիմա մտել ենք մի դաշտ, որտեղ որ ասում ենք կուդա ջենիմսը, դա։ Չգիտեմ։ Այդպես չի, եթե այդպես լիներ, մենք ընդհանրապես չէինք լինի։ Եթե այդպես լիներ, կլիներ 21 թվականը Ղարաբաղը հիմա մերը չէր լինի։ Նրանք Ղարաբաղը արդեն տվել են։ Հայաստանն էլ ռեզերվացիա է հայտարարված, ոչ թե հայկական պետություն։ Ուղղակի մենք դա նվաճել ենք ամեն անգամ ոչ ասելով։ Ալեքսանդր Մյասնիկյանը եկավ, ասեց ոչ։ Հիմա տեսեք իշխանությունն ասեց ես չեմ կարող։ Ասեց ես կտամ այդ турքը։ Իշխանությունը ասեց կհավաքեմ турքը։ Турքը կհավաքեմ, հետաքրքիր ձևակերպ մենք կտամ, երիտասարդությունը ասում է, որ չենք տալու։ Հիմա վարչապետը երիտասարդությունը արդեն մենք ենք։ Այո։ Երիտասարդությունը գիտի, որ մենք իրեն պաշտպանում ենք։ Մենք ասում ենք չենք տալու։ Ահա։ Հիմա վարչապետը հայտարարեց, որ չէ, մենք տալու ենք։ Սա նշանակում է, որ վարչապետն ասում է, տեսեք, մենք պատրաստ ենք տալ։ Հա, վարչապետը հենց դա պետք է ասի։ Եթե վարչապետը ասի չենք տալիս, տանկերը կան։ Չէ, դրանով թող մեզ չվախացնեն, այդպես չի։ Դուք մոռացել եք, որ երբ որ դուք ասեցիք մենք չենք գալիս, ինչքան զենք հայտնվեց ադրբեջանական, ռուսական զենք հայտնվեց։ Ես ասում եմ, որ մեր սիրուն աչքերի համար կամ մեր խոնարհ լինելու համար չի, որ նրանք հիմա Հայաստանը թողել են։ Հայաստանը շատ ավելի մեծ էր։ Հայաստանը նրանք կիսեցին, ջարդեցին, փշրեցին, մի պատառը մնաց, չկարողացան սա նույնպես խժռել։ Դա պարզապես չկարողացան։ Համենայնիվ այդպես է ասվում, որ գոնե տնտեսական մրցակցության հայտ հանձնաժողովը պետք է 1 տարի առաջ իմանար եւ այլն, հազար ու մի հարցեր, այնքան շատ է խոսվել սրա մասին եւ քննարկվել, որ այնպես չէ, որ իշխանությունը անմասն էր կամ գոնե իշխանությունը տեղյակ չէր։ Հիմա այնպես է ստացվել, որ այս երիտասարդները մեծ հաշվով միակ փրկողակն են։ Այո։ Նրանք իշխանությունը հիմա ես գտնում եմ, որ իշխանությունը պետք է ասեր ոչ։ Ես կարծում եմ, եթե ես լինեմ, ես չկամ այնտեղ։ Ես որ լինեի, կասեի ոչ։ Չենք տալիս, դուք պետք է տաք։ Մենակ նրա համար, որ մենք թույլ ենք տալիս, որ դուք ասեք հայ ժողովրդի հովանավորն եք, ամեն այդ բառակապակցության համար դուք պետք է տաք։ Ոչ թե թոշակ, ոչ թե փող տաք, որ մենք թոշակ ստանանք, այլ ձեր վերցրած գործարանները ձեզ պատկանող աշխատացրեք, ներդրումներ կատարեք, հայ ժողովուրդը աշխատասեր ժողովուրդ է։ Այսինքն դուք շրջափակել եք մեզ ձեր դաշնակիցների հետ։ Այդ դաշինքը պայմանավորել է այսօրվա մեր շրջափակումը։ Մեզ զրկեցիք ծովից, որը մեզ տվել էր աշխարհը, մենք դա գրավել էինք, ծովը գրավել էինք 1920 թվականից։ Գուցե այդ ամեն ինչի մեջ իր մասնակցություն ունի իշխանությունը։ Տեսեք, քարտեզը գրելու ժամանակ, երբ որ քարտեզը գծում էին, Մե հատուկ մեզանից խլեցին ծովը։ Գուցե դրանից բաժին է հասել, մաս է հասել, որ դուք այդպես չեք կարող գնալ ասել, գիտեք, այն մեկ տվեք, խալաթը հանեք։ Անհեթեթ բաներ, երբ որ Նժդեհը Զանգեզուրը փրկեց, դա անխոհեմություն էր, փրկեց։ Մյասնիկյանը, երբ որ ռեզերվացիան այդ հայկական օջախը հայտարարեց հանրապետություն, զոհվեց, դրա համար կյանքը դրեց։ Տեսեք, ես ձեզ ուզում եմ ասել իշխանությանն եմ ասում, ես իշխանությանն եմ ասում։ Այսինքն ոչինչ, եթե անգամ ինչ որ ընդհանուր բաներ ունեք, եթե անգամ այսպես ունի պատմություն, թող օրինակ վերցնի նախորդ իշխանություններից։ Նախորդները Պոզով փոչով չէին, ոչ մի բան։ Այսինքն փորձ կա։ Վազգեն Սարգսյանը փորձեց, փորձում էր։ Կարեն Դեմիրճյանը փորձում էր։ Զոհվում են, մենք գիտենք, չէ՞։ Խանջյանը չի զոհվել, զոհվել է, բայց մենք ասում ենք իշխանության գինը դա է։ Փորձ էր, չէ՞։ Այդ ձերազացի փորձն էր, չէ՞։ Իշխանության գինը դա է։ Իշխանության գինը նաև վտանգն է, ռիսկը։ Հիմա եթե մարդիկ ասում են պետություն ենք, բայց տեսեք մենք ինչքան սիրուն է ստացվել, այդ երիտասարդ մարդիկ ասում են մենք վերցնում ենք մեր վրա ռիսկն ու հարվածը։ Դուք մի տվեք։
Եվ այդպես էլ կլինի։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները առիթից օգտվելով, որ կան հազարավոր մարդիկ եւ նրանց ծնողները, այդ երեխաներին դուք բազմապատկեք առնվազն 3-ով։ Նրանց տանը մնացած քույրը, եղբայրը եւ ծնողները։ Բավական եթե ներողություն 100,000, 100 քանի հազար մարդի համար է, չէ՞, այդ բանը հաշված նպաստը։ Պատկերացրեք, որ մենք արդեն 300,000 հոգի ասում ենք ոչ։ Իշխանությունը կարող է ասել ոչ ասող 300,000 հոգուն, ավելացրեք 300 հոգի մանդատ ունեցողների իշխանական։ Մենք էլ ենք ասում ոչ։ Դե դա թող ասեն դիվանագիտական լեզվով։ Մենք իրենց շանսը տվել ենք։ Հիմա ինձ հետաքրքիր է, տեսեք, այս օրերին, երբ որ ինչ-որ տեղնոց է, լուսաբանումը ինչպես էր կատարում մեր Ուկրաինայի կողմից եւ Ռուսաստանի կողմից, դե ռուսները շտապեցին ասել, թե հերթական հեղափոխությունն է, հա, նարնջական հեղափոխություն է, Մայդանի կրկնությունն է, ուկրաինացիք էլ այնտեղ ոգևորվեցին, մեր հայրենակիցն էլ Ավակովայը հայտարարեց, բրավո հայրին, որ տեսեք ինչ պայքարի մեջ են, բայց այնքան լավ է, մենք մեր համար մեր պայքարի մեջ նրանք այնտեղ են ոգևորվել, ռուսներն էլ այնտեղ են ոգևորվել։ Ուկրաինացիները եթե կարծում են, որ մենք գնում ենք իրենց ճանապարհով, դե նրանք ուրիշ բան չեն տեսնում, դա մենք չենք կարող նրանց մեղադրել։ Նրանց պատմությունը հենց այդտեղից է սկսում, աշխարհում հիմա ցանկացած որևէ շարժում իրենց թվում է թե Մայդան է, որևէ գույնի կամ որևէ նպատակի։ Ես նրանց հասկանում եմ, ասում եմ, որ այո, դուք լավ եք։ Հա, թող մտածեն, հետո կիմանան, որ Գրիգոր Նարեկացին սուրբ է։ 1000 տարի սպասեցինք մենք։ Դե ասեց Հռոմի պապը։ Ասեց, էլ դա ես դա համաս։ Էդ էլ մենք չասեցինք։ Հա, նայել հոգիտի։ Եթե ռուսները վախեցած են Մայդանից, նրանք իսկապես վախեցած են դրանից, նրանք մեզանից կախված են իրենք։ Մենք նրանց արժանապատվություն ենք տալիս։ Ռուսները շատ բան են կորցրել, ասում են, բոլորը չի որ մեզ ատում են։ Այ կան հայեր, օրինակ մենք երկուսով, որ չենք ատում ռուսներին եւ համաձայն ենք։ Հայերը այդ իմաստով ամենահանդուրժո, ռուսասեր։ Իրոք դից է, իրեք այդպես է։ Նրանք պետք է դրանով շատ ուրախ լինեն եւ դա գին ունի, որ մենք իրենց այս հայտարարությունները ինչ ռուսների վախներ, խուճապներ, որ խուճապ է, այո, խուճապ է, բայց նաեւ շովինիստական մեծամտությունը կա, իրենք չեն հասկանում, որ պետք է հարգալից լինեն մեզ հետ։ Շատ տգեղ է սա, այս էլեկտրոակցիան շատ տգեղ է։ Ասում եմ, որ դուք ձեր մեջ, ձեր կոռուպցիաներով, ձեր միջին բուրժուայով հավաքվեք, ձեր աղքատներին պահեք, մեր փողերը տվեք։ Մենք ասում ենք, բայց մենք ձեզ փող չպետք է տանք։ Մենք չպետք է տանք ձեզ ոչինչ։ Դուք պետք է տաք, դուք պետք է մեր համար աշխատանք ստեղծեք, մեր անվտանգությունը, որտեղ մենք ձեր համար դա անում ենք։ Մենք Բերլին ենք մտել։ Իսկ ասում եմ մենք ձերոնց հետ կիսվել։ Մենք ձեր թշնամու համար մտել ենք Բերլին։ 100,000 հայ տղամարդ 6000 տարի սերունդեսերունդ եկել։ Իրենց թշնամին չէր, այդ մեր թշնամին էր։ Մեր թշնամին էլ էր, հա, մենք ոչ ասացինք մեր բարեկամի մայրաքաղաքն ենք մտել, բայց գնացել ենք իրենց կողքը կանգնել ենք։ Եկեք մեր կողքը կանգնեք։ Ինչի հետ քաշեցիք ձեր զորքերը 15 թվականին, ինչի 17 թվականին հետ քաշեցիք, ինչի 21 թվականին դաշին կնքեցիք թուրքերի հետ։ Մենք հարցնում ենք, հիմա շատ են որ ասում ես, լսի, ասում ես, Հայաստան է եղել մեծ եւ նրանք միասին հարձակվել են մեր վրա։ Ես չեմ ասում, գիտեք որ Լիխաչովը Դիմիտրի կամ Շոստակովիչը հարձակվեց։ Ես դրա մասի հասկանալի է, չէ՞։ Նրանք չեն հարձակվել, Լև Տոլստոյը չի հարձակվել մեր վրա։ Բայց ռուսական պետությունը, ռուսական զենքը հարձակվել է Հայաստանի վրա։ Հիմա ասում եմ, եթե տենց չասեի, Ղարաբաղը չէին տա։ Եթե մենք տենց չասեինք, եթե մենք չասեինք, որ Ղարաբաղը մերն է, մենք ասացինք, խլել տվել եք նրան։ Հիմա մենք հետ ենք վերցնում։ Որի կողքին եք դուք, գիտակցեց, հասկացավ եւ ռուս իշխանությանն ասեց, մենք իրար հետ ենք։ Այն ժամանակ դուք կարծում եք, որ եթե նախ ես ուզում եմ ասել, որ մի անգամ ասեմ, երևի 10 անգամ կրկնեմ, Ռուսաստանը բարբարոսների երկիր չի, դա ոսկե հորդան չի։ Այնտեղ կան ասիացիներ, այսինքն ասիացիներ ըստ կուլտուրայի, բայց ռուսները եվրոպացի քաղաքակիրթ ժողովուրդ են եւ նրանց համար կարեւոր է քաղաքակիրթ աշխարհի կարծիքը։
Նրանք նույնպես քրիստոնյա են, այսինքն նրանք հենց այնպես չի որ վերցնեն ու Հայաստանը ոչնչացնեն, դա ինչ որ ասում եք դա մեկ երկրորդը նրանք գիտեն որ դա չեն մարսի։ Գենոցիդ անել Հայաստանում, նորից գենոցիդ անել Հայաստանում, դուք պատկերացնում եք ռուսական բանակը հիմա ադրբեջանական կամ թուրքական բանակի հետ մտնում է Հայաստան, Ղարաբաղը գրավելով գալիս է։ Դուք դա ոնց եք պատկերացնում։ Մարդիկ միանգամից ձեզ 1000 առիթ են ունեցել ձեզ ասելու դուք գենոցիդի մասին եք խոսում։ Այսօր էլ չէ ձեզ ասեցին, ինչ ասեցին, որ նույն ռուսական իշխանության ղեկավարն եկավ ասեց ձեր կողքին ենք արել է, ձերը դա տեղի ունեցել է, մենք ընդունել ենք, բայց Շնորհակալություն, նա պետք է ասեր մենք պետք է ասեր մենք գնում ենք դեպի ռեաբիլիտացիա, այսինքն մեր թույլ տված սխալները մենք մասնակիցն ենք դրա, մենք դրթել ենք, նա պետք է տենց չասեր, պետք է ասեր ներողություն հայ ժողովուրդ, որ 20 թվականին հարձակվեցինք ձեր պետության վրա, ներողություն, որ Նախճեվանը դեռևս ձերը չի։ Մենք Ղարաբաղը տեսնում եք Մինսկի խմբում հանձնել ենք ձեզ Նախճեվանը Մասիսարը այսպես այնքան հեշտ է ապրելը երբ որ մենք մեր ներքին հազար ու մի բաներ կա ասենք մենք մեզ փոխանակ դա ասենք մենք ասենք այ դու պիտի գայրասեր այ դու պիտի գայրասեր հազար ու մի այնպիսի ներքին բան դնեն մեր առջև ասեն դուք հլմի ձեր ներսում տեսեք Նրանք պետք է մեզ ասեն, դուք ձեր ներսում տեսեք։ Չէ, հենց մենք պիտի մեզ ասենք։ Այո, մենք պիտի մեզ ասենք, եթե չսպասենք, որ դժգոհ ենք, ես շատ դժգոհ եմ։ Ես ասացի կթվորուհիներն ու պայմանական է սա։ Քաղաքական կթվորուհիներ, քաղաքական տրակտորիստները, նրանք պետք է գնան իրենց գործին։ Իմ դա գյուղացու աշխատանքը արհամարել չի։ Ես ուղղակի ասում եմ, որ ամեն մարդ իր գործը պետք է անի։ Մեր մոտ ամեն մարդ իր գործը չի անում։ Քաղաքական գործիչները ուրիշ բանով են զբաղված։ Ես դրա համար եմ ասում կտվորոյի կարբիտագործ այդ լիմիտներով քաղաքականություն խցկված մարդկանց մասին է խոսքը։ Քաղաքականությունը Բաղրամյան փողոցում էր արվում։ Անեցին երիտասարդները, նշանակում բոլոր մյուսները պետք է հրաժարական տան, ովքեր որ իրենց համարում են քաղաքական գործիչ քաղաքական կուսակցությունների լիդերները առնվազն պետք է հրաժարական տան, որովհետև գործը արեցին ոչ քաղաքական ուժերը եւ հաղթեցին։ Ես համարում եմ միայն 3-4 օր պահելը արդեն հաղթանակ է։ Հիմա նրանք բոլորը պետք է հրաժարականներ տային։ Դուրը չի տալիս, դա նշանակում է, որ իր գործը չի հասկանում, որ ինքը ոչնչացվել է։ Այդ երեխաները իրենց հետ ոչինչ։ Իմաց պիտի հասկանա, իբրև ասեցիք։ Ասում եք կտվորուի տրակտորիստը, ասում եք թող հասկանա։ Դե դրա համար այդտեղ է, դա։ Կտվորուին մտածում ենք ճիշտ, եթե իրեն տարել են այնտեղ, ուրեմն ճիշտ է։ Տրակտորիստն ասում է, եթե ինքը այնտեղ է, ուրեմն ճիշտ է։ Մենք դա ենք ասում, որ հաջորդ անգամ, երբ որ մենք 10000 դրամը կվերցնենք, 10000 դրամը կվերցնենք, կամ մեր երեխաներին դաստիարակելու ժամանակ սխալ չենք դաստիարակի իշխանավոր լինելը դա ծառայություն է այսինքն մենք մերոնց պետք է ասենք որ մեր երեխաներին որ իշխանությունում գտնվել դա ծանր պատասխանատու ծառայություն է հայրենիքին ավելի լավ է գնացեք բուրժուա կամ ինչ-որ ուրիշ բանով զբաղվեք այսինքն մարդիկ պետք է նախորոք այդ արգելքները անցնեն ներքին արգելքները իշխանավոր դառնալու համար։ Հիմա քանի որ հաղորդումը ավարտվում է, ես այո, ինչ եք կարծում մեր իշխանությունը մեծ հաշվով կկանգնի, կասի որ այո, այսպես է, դուք հայտարարեցիք, հայտարարել ենք, սիրուն բան չենք արել եւ այսպես պիտի լինի։ Անխուսափելի է դա կլինի, թե իրականում այնպեսի փակուղ առաջենք, որ հնարավոր չէ, բայց մեծ հաշվով եթե անգամ հնարավոր էլ չլինի այս պահին, սա հաջողության գրավականն էր եւ վաղը մենք ունենալու ենք։ Ես ասացի, որ կիսատ մնաց իմ խոսքի կուլտուրայի բանն է դա, կիսատ պրատ կծկտուր խոսելը։ Մենք արդեն օրինակներ ունենք իշխանավորների, որոնք անձնազոհաբար ասել են ոչ մեր ժողովուրդը դա չի ուզում։ Ուրեմն մի վախեցեք, հա։ Ուրեմն մեր իշխանավորները թող օրինակ վերցնեն իրենց նախորդ շրջանների իշխանավորներից, որոնք անձնազոհաբար պաշտպանել են իրենց հայրենիքի շահերը։ Ես կարծում եմ հիմա վերջում ասեմ, որ նրանք դա իրականում կանեն, հույս ունեմ, որ նրանք կկանգնեն իրեն ժողովրդի կողքին, պետք է առաջ լինեին ժողովրդին, պետք է առաջնորդեին,
բայց ես մեծահոգի եմ։ Ցածրաձայն ասեցիք հույս ունենք, որ այդ շշուկով որ իրենք լսեն։ Իրենք, որ դե շուշով, իրենք դա դե շշուկով ավելի շատ լարվում են եւ ես կարծում եմ, որ նրանք պետք է առաջից գնային, առաջին ասեին ոչ ու ժողովուրդը դուրս գար ասեր մենք պաշտպանում ենք քեզ, բայց հիմա իրանք թող ասեն մենք ժողովրդին պաշտպանում ենք։ Շատ լավ։ Հույս ունեմ։ Սպասենք, տեսնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եկի զրույցի համար։ Շնորհակալ եմ։